Բարլույս էլի բարեկամներ, ողջունում ենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, Փարթիրոջ այս հրաշալի օրվա համար։ Եվ այսօր մեզ միացել է Մոնտրեալից մեր սիրելի ինձ համար շատ հարազատ մի հրաշալի Աստծո մարդ, որի հետ ես երկար տարիներ է որ ճանաչում եմ եւ ընկերներ ենք իրար հետ, արդեն անգամներ ունեցել ենք մեր ռադիոեթերում իր հետ եթերներ եւ այսօր նորից առիթ ունեցանք միանալու մեր սիրելի Շահե Բակմաջյան եղբոր հետ, նա Մոնտրեալից է եւ հովիվ է։ Շահե եղբայր, բարի օր, շնորհակալ եմ որ միացար մեզ եւ վստահ այսօր շատ պետք է օրհնվենք այն խոսքով որ Տիրոջից ուղված ունես մեզ։ Ինչպես ես եղբայրս, բարի օր, ձեր մոտ արդեն ուշ գիշեր է, մեզ մոտ առավոտ շուտ։ Բարի լույս։ Միշտ ուրախ եմ հոսնալու, այսինքն ես գստամ որ իրարու հետ զրուցենք Աստծո խոսքը եւ մեր եղբայրները մեր քույրերն մեզի գհդվին դարի մեր եղբայրներուն եւ քույրերուն այո ինն է բայց ասի առաջին անգամ որ այս տարի եթերի վրա եմ ուրեմն օրհնյալ դարիմա թողնա եւ իրես ծննդոցի մեջ երբ Աստված արևը լուսինը այդ բաները ստեղծեց որ հսկեն գսե եղանակներուն եւ դարիներուն վրա ուրեմն կնշանակե որ դարիները որ Աստված մեզի տված է օրերը ամիսները ինչ որ Աստված ստեղծած է ադոր մեջ իմաստ կա անիմաստ չէ ամեն Այսի համար սովորական դտա նա նոր դարիմը ինչ հույսով սկսանք նա ինքը լավ դարի գիտի լավ վատ դարի գիտի բայց ինչ որ Աստված ստեղծեց ադոր մեջ արժեք կա ադոր մեջ հույս կա եւ ադոր մեջ նպատակ կա ուրեմն դերը դա այս տարվա մեջ գտնանք Աստծո նպատակը գտնանք Աստծո արժեքը 2026-ի մեջ եւ ինչ օրհնություն դերը ուզեմ մեզի փոխանցել նույնիսկ եթե ադեներ այդ օրհնությունները սավի կամ ուրիշ այսինքն երբարանքով մեզի հասնի ադեներ նվերներ մեզի ամեն անգամ չենք սիրեր նվերի երբարանքը ադեներ դերը մեզի նվերներ գտա որ երբարանքը վատ է բայց այդ թույս դժվար նվերեն անցնելով դերը կանցեր մեզի գտա օրհնություններ գտա Ամեն իրոք ես հավատում եմ որ ամեն հավատացյալի կյանքում այս գիտակցությունը ունի իր մեջ որ ինչ որ փորձություններ որ դժվարություններ հանդիպում են նրա ճանապարհին բայց իր մեջ մի հավատք կա որ ես հավատում եմ դրան որ գիտակցություն որ ինչ որ լավ բան է սպասվելու սրանից հետո ինձ ինչ որ լավ բան է պատրաստել Աստված ինչպես որ դու ասեցիր թեկուզ այդ փաթեթը շատ տհաճ երևույթ ունի բայց մեջի պարունակությունը իրոք հրաշալի է համարենք արի այսպես համարենք որ փաթեթը այդ տգեղ փաթեթը դա փորձությունն է բայց մեջը ինչ որ լավ բան է պահած թանկարժեք եւ մի օր պիտի բացվի ու մենք տեսնենք եւ ուրախանանք բարդանք Տիրոջը վաու շատ լավ բան ասեցիր եղբայրս ուրախ եմ շատ այո եւ այսօրվա թեման շատ ուղիղ կապ ունի կարծես թե նախաբանիդ հետ տարվա այսպես կտրվածքով ես իմ մոտ գրեցի Քրիստոս ամեն ժամանակների մեր բարեխոսը իրոք շայ բարի համաձայնում ենք որ շատ քիչ ենք սրա մասին խոսում շատ քիչ ենք մտածում մենք անգամ երբեմն մոռանում ենք որ մենք բարեխոս ունենք կարելի է նաև այդպես ասել բայց իրոք մեր տարին չգիտենք մեր արժևում ինչ կա, բայց Տերը գիտի ամեն ինչ, Տերը գիտի եւ բարեխոսում է մեզ համար շարունակական կարելի ասել։ Ինչ կասես սրա մասին։ Մի կարճ եւ որից հետո երկ կունենանք եւ կանցնենք բուն թեմային։ Սիրո։ Ուրեմն
Ինչու այսօր այս նյութը վերջերս զարացած է սրտիս վրա, երբ մտածենք Հիսուս ինչ ըրավ մեզի համար։ Ընդհանրապես այդ խորհուրդը որ ունենանք հետևյալն է, որ Հիսուս աշխարհի փրկիչն է, Հիսուս եկավ խաչի վրա մեռավ, հարություն արավ եւ օրը պիտի գա եւ մեզի պիտի հորքով դանի կամ եւ այլն թակավորությունը պիտի բերե եւ այլն։ Ուրեմն ընդհանրապես այս կորձերն են, որ մեր միտքը գուքան եւ այո, Հիսուս այս ամբողջը կատարեց։ Սակայն կորձը մգա, որ Հիսուս շարունակական ծևով հիմա գնե եւ շատ անգամ ադի կանդեսենք։ Ճիշտ է։ Եվ կարևոր է որ մենք լավ ջանչնանք մեր Աստծուն։ Շատ անգամ գզրգվինք օրհնությունները, գզրգվինք ավելի խորունկ հարաբերություն ունենալու Աստծո հետ, քանի որ սխալ ծևով մեկնաբանած ենք մեր Աստծուն։ Այսինքն մեր խորհուրդները կամ բաներ կա, որ սխալ կհասկանանք եւ այսպես քիչ աբագանված են մեր հասկացողություն Աստծո կամ Ադեներ բաներ կա, որ մորցած ենք մեր Աստծուն մասին։ Բաներ կա, որ դերը գնե, բայց մենք կամ մորցած ենք, կամ եւ այլն մեկ կոմտարած ենք։ Եվ ուրեմն ադոր համար պիտի նայենք այսօր այդ կորձը, որ Հիսուս հիմա գնե, այսինքն այսօր եւ շարունակական ծևով մեր կյանքի ընթացքին եւ ադի բարեխոսություն է հորը արչեւ մեզի համար։ Վաու։ Ամեն։ Շատ լավ։ Հիմա մի երգ եմ պատրաստել, որից հետո նորից կմիանանք եւ այս թեման իրոք շատ կարեւոր է մեզ համար, սիրելիներ եւս կրկին անգամ վերհիշելու մեր մեջ եւ ունենալու այդ գիտակցությունը, որ որքան էլ փորձությունները շատ են, բայց մեր մեջ մի ճրագի պես վառվող կարելի ասել մի բան կա, որը մեզ միշտ ջերմացնում է եւ հիշել է տալիս, որ դու բարեխոսում ես։ Նրանք ովքեր նոր միացան, սիրելի քույրեր եղբայրներ, ուզում եմ ներկայացնեմ նորից մեր հյուրին, մեր հյուրն է ինձ համար շատ թանկ, սիրելի զինակից, երկար տարիների ընկեր։ Ինչ ասեմ, շատ մտերիմ, հրաշալի աստծոմարդ, որը մեծ ներդրում ունի նաև այս ծրագրի մեջ, այս մեր ռադիո, Arm Gospel ռադիո ծրագրի մեջ։ Մեր սիրելի Շահե Բակմաջյան եղբայրը։ Շահե եղբայր, նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ միացար եւ սիրով լսում ենք քեզ անհամբեր մեր Հիսուսի մասին։ Ինչ ունես ասելու։ Ուրեմն, բաղմը եկեք հետևյալ ծևով մտածենք։ Ադեն, վստահ եմ ամեն մեկ հավատացյալի համար խորհուրդ կտա, հիմա այս վարյանին Աստված ինչ կմտածե իմ մասից։ Կամ Աստծո խորհուրդները ինչ են ինձի նկատմամբ։ Եվ շատ անգամ, երբ անձերու հետ կխոսím, ինձի կզարմացնե, որ չափ հավատացյալ ժողովուրդը, որ չափ Գաբրին թադաբարդության սկացումի տակ։ Շատ հավատացյալներ կխոսím, ինքնին կթադաբարդեն եւ կսկան թադաբարդված Աստծո կողմեն։ Եվ շատ անգամ երբ իրենց կհարցնեն, ասենք, ինչու այսպես կսկան, այսինքն պատճառները շատ են։ Կան անձեր կսեն մեղ մգա, որ ադոր վրա չեմ գրնար հաղթություն ունենալ, կամ ուրիշներ կսեն, որ պետք է գազին չափ սուրքիպ չեմ գարտար, պետք է գազին չափ չեմ աղոթեր, պետք է գազին չափ չեմ սիրեր, պետք է գազին չափ թուն ավելցուր այլևս այդ նախատասությունը քեզի համար ինչպես պետք է վերջանա։ Հետո
ադեներ գլա որ պետք է գազին չափ գաղոթենք, պետք է գազին չափ սուրբիկ կգարթանք եւ այլն, բայց հետո ուրիշ բան մգանտրատարանք, վայ, հիմա հբարդության մեղքի մեջ մտա, քանի որ ինքս ավելի լավ գսեմ այդ եղբայրներով որ առաջվաբես ինչպես որ ես սուրբիկ չգարտացի, իրենք հիմա այդպես են, ես հիմա ավելի լավ եմ, ուրեմն ինչ որ լա, ուր որ գտնվենք մեր հոգեվոր ճանապարհի մեջ, միշտ այդ փորձությունը կա, որ սկանք աստուծո կողմէ դադարված հիմա այս խորհուրդը եկեք հոստ ցկենք, մեկ ուրիշ խորհուրդ մնաք ուզեմ ներկայացնել ուրիշ ադեներ մեր հավատացյալ կյանքի մեջ դարբեր պատճառներով ասենք պատճառով գրնալալ մենք մինագսանք ոչ թե միայն մարդկային մնագություն, այսինքն որ արեգամ չունին կամ հարազատ չունին կամ այսպես սրդագից մեկը չի գա ինձի մոտ, բայց նույնիսկ գրնալալ որ սկանք որ Աստված անմեզ մե հերույ է գրնան գսկալ եւ ես չեմ խոսիր ասենք փրկության մասին անվայնում դեպքում այսինքն հարցումի փերելու փրկված չեմ ադի ուրիշ նյութ է բայց նույնիսկ եթե հաստատ գիտեմ որ փրկված եմ հաստատ գիտեմ որ սուբոգի մեջ սկփնագի աստծո զավակ եմ կհավատամ բայց այդ սկացումը գրնան ունենալ որ Աստված շատ հերույ է ինձ մեն ուրեմն այսօր բարիլուր ունի բարիլուրը հետևյալն է երևակայեցեք որ սեր արչև ունիք այս արդու բզդիկ բադոհանը եւ այդ բադոհանին մեջ են նայելով դեսիրք մտի ունենակ երկինքի եւ դի գրնակ դեսնել Աստված ինչ կնե եւ Աստված ինչ կմտածե մեզի նկատմամբ եւ իհարկե միակ բադոհանը որ ունենք դեսնելու թեպի երկին կամ երկինքի մեջ ասո խոսքն է ուրեմն սկսենք այսօր Ռոմայացիս 8-ն մի քանի համարներ առնելով հետեւյալը ասեմ անոնք որ դարիները հետևին ասենք այդ սերդողությունները այդ ասենք պատմությունները որ կներկայացնեմ գիտեք որ ինձի համար Ռոմայացիս 8-ն ամենասիրած քուլուկներն մեկն այո շատ եւ եթե օրը մեգին զիեսեր շահը մինչև յանքիդ վերջը եթե միայն մեկ քլուղ կասուկ գիտեմ որ արդոնություն ունենալու հետը քրված ծևով ես շատ հավանական է որ գամ առաջին Կորինթացիս 15-ը դինդրեի գամ Ռոմայացիս 8-ն քանի որ ադոր մեջ կխոսի մեր ներկա վիճակի մասին կխոսի Քրիստոսի ըրած գործի մասին եւ շատ համարներ կա որ կխոսի աբակային մասին ուրեմն այսօր դառնանք դիսկուսենք երկու համարներ առնելով Ռոմայացիս 8-ն եւ դիտի եթե եղբայրս կրնաս կարդալ մեզի համար այո սիրով եւ 34 համարները 38 33 եւ 34 հա 30 ներողություն հա ով է որ Աստծո ընտրվածների դեմ մեղադիր լինի Աստված է որ արդարացնում է ով է որ դատապարտ է Քրիստոսը որ մեռավ եւ ավելի որ հարություն էլ առավ եւ Աստծո աջ կողմն է որ մեզ համար բարեխոսել է Հիմա այս երկու համարներու մեջ հիանալի հարցումը մեր արջևը գտնե ով գրնա հավատացյալին մեղադրել ով գրնա ասենք ես Աստծո զավակ եմ ես ինքս հավատացյալ կհամարեմ 17 տարեկանին իմ կյանքի որոշում արի ընդունեցի դերը իբր իմ փրկիչս ընդունեցի իրեն իբր աստվածներուն աստված դերերուն դեր եւ խնդրեցի որ ըլլա իմ կյանքիս դերը գրնամսել որ թեր այսօր այսինքն ես հիմա 55 տարեկան եմ ուրեմն քանի տարի գնալի քրթե այսինքն 38 տարի որ դերը գեհդեվին
Հիմա չեմ գնար ասել, որ թեր 100% իմ կյանքիս ամեն մասերում դերն է, բայց ամեն անցնող տարի քիչ մը ավելի գդիր է կյանքիս մեջ։ Բայց ով գրնա ինձի թեմ մեղադրանք մը բերել կամ ինձի այբանել։ Ասո։ Ով գրնա։ Դատապարտել անգամ այդպես բա։ Այո, նույնիսկ դատապարտել, այո։ Ասենք հիմա մեղադրանքը մեկ բան է, ադի գրնան ասել այս տանցը ասփաները, բայց դատապարտելը ալավել, այսինքն ալավելի հերու դանիլ է այդ մեղադրանքը։ Արժանի ես, ասենք, պատժի, այս պատիժը կրելու, հա։ Այո, այս հետևանքն է։ Այո, այսինքն մեղադրանքեն ավելի հերու կդանի, որ ասենք այս մեղադրանքեն, ասենք հիմա քու արչեվը հետևանք մը դիտանք այս հանցանքի համար։ Ուրեմն հետաքրքիր հարցումը հավատացյալներու, որ շատ անգամ ինձին թագաբարտված կստան։ Առաջին հերթին ով գրնա, հիմա դարբեր ցևերով գրնանք ասի պատասխանել։ Գրնանք ասել ամեն մարդ։ Այսինքն անցիկ որ ինձի մեղադրած են դարբեր բաներու համար։ Ոմանք արդար, ոմանք սխալ կամ անարդար։ Ուրեմն իբր մարդ կրնանք մենք ուրիշներու այբանել, մեղադրել, նույնիսկ թագավարտել։ Լսած եմ անցիկ կսեն այս անձը պետք եղածին չափ չսիրեր։ Ուրեմն թագավարտություն մատի մեղադրանք մնե որ գբերենք այդ անձին հասցեին։ Այդ հոս հետաքրքիր հարցումը գուկա եւ քիչ մը հետո պիտեսնենք որ մեկ տեսակ մեղադրանքի մեկ տեսակ թադաբարտության մասին է որ հոսքը խոսի ադալ թադաբարտությունը աստծո արչեւ հիմա մենք իբր մարդ մեկս մույսին գրնանք թադել մեկս մույսին գրնանք մեղադրել բայց այդ տեսակի թադաբարտության մասին չէ այս խոսքը ասի ով գրնա մեզի թադաբարտել ով գրնա մեզի մեղադրել աստծո արչեւ եւ հետաքրքիր է որ ասենք հիմա 5 դագարանի մեջ գտեսնենք հոպի վամության մեջ գտեսնենք սատանան ու աստծո արչեւ եւ ասե գտեսնենք որ գփորձե չէ գսե նայ գսե կուզարատ աստծո արչեւ այսինքն գփորձե այսինքն որոշ փորձեր գնե բայց ամեն ցևով արդար էր հոպը հիմա այս հարցումին պատասխանը բավական հստակ է եթե հովանու մեջ կտեսնենք գին մգա որ շնության մեջ գբրնեն իրեն եւ դաջար գբերեն եւ հոտ այդ թադաբարտության ընթացքի մեջ Հիսուս կգտնվի այդ ժամանակ եւ հետաքրքիր է Հիսուս իրենց հետեւյալ առաջարկը գնե Հիսուս չսեր որ այս կինը հանցավոր չէ բայց Հիսուս կսե քանի որ իրենց օրենքին նկատմամբ եթե մեկը գբրնվեր սեքշնության մեջ պետք է կարգոծվեր Հիսուս չսեր որ այս կինը պետք չէ կարգոծվի բայց կսե ով որ մեղք չունի առաջին քարը թողնե եւ ինչ կլա մեկ առ մեկ այդ այնցիկը որ գմեղադրեն այդ կինը մեկ առ մեկ իրենց քարերը քերին ցկելով գերանային եւ հետո Հիսուս հետեւյալ խոսքով գինին գսե ով գին գսե ուր են քու մեղադրողներդ այո եւ ինչ գսե ինքը ես ալ քեզի չեմ մեղադրել քնա եւ այլևս մեղք մի կործել ուրեմն այդ թեբքի մեջ մեկ անց կար միայն որ գրնար առաջին քարը նետել, դա Հիսուս էր, քանի որ ինքը առանց անց մգար, որ գրնար այդ առաջին քարը նետել, անց մգար, որ գրնար թագաբարտել մահի այդ կինը, եւ եթե Հիսուս այդ առաջին քարը նետեր, քանի որ ինքը անմեղ էր, հետո մնացածը գրնային մյուս քարերը նետել, բայց ինքը որոշեց չնետել այդ քարը, ուրեմն պետք է հասկանանք, որ միայն մեկ անց կա որ մեզի գրնա ապրել աստծո արչև ադալ աստված է
միայն ինքն է որ գրնա մեզի նայել եւ գրնա մեզի թադաբարդել, գրնա մեր հանցանք գտնել եւ մեզի մեղադրել։ Հիմա ադի ասելեն հետո նայեցեք Արաքյալը հոս ինչ կսե Աստված է որ գարթարացնի։ Ուրեմն մեկ անգամ են հանցանքեն եւ մեղադրանք է երբանք արդարանալու մասին։ Ուրեմն ոնց կտեսնենք Աստված է որ գրնա մեղադրել, Աստված է որ գրնա թադաբարդել եւ Աստված է որ գրնա մեզի արդարացնել։ Ամեն։ Հիմա որ հասկացանք որ Աստված է որ գրնա այս երկուքը մեզի ենել 34-րդ համարի մեջ որ կարդացինք ուրեմն ով է որ գրնա մեզի թադաբարդել Եթե դու կշարունակի եւ կխոսի Քրիստոսի մասին եւ այդ կորձը որ կդարեց կսե Քրիստոսը որ մեռավ մանավանդ որ հարություն արավ ուրեմն Քրիստոսի մահը կարևոր էր բայց հարությունը ալ ավելի հաստատեց ամեն մեր մեղքին համար հարություն ալ գրեց մեզի համար ուր որ մենք չգրցանք հաղթել ուր որ մենք թույլ գտնվեցանք ուր որ մենք ցախողեցանք մեր ցախողությունը գադարելա կորձվեցավ իր հաղթությունով ամեն Բայց հոց չմնար այս խոսքի եւ գշարնագե եւ մեկ քայլ ավելի հեռու եկա բայց հոց չկացած մեկ հատ հոս եկեք կանգնենք շատ անգամ իբր հավատացյալներ հետևյալ սկացումը կրնանք ունենալ վայ դերը ինչ հիանալի բան էր մեզի համար մերավ հարություն արավ բայց վայ ինձ ես չեմ գրնար որ հաղթություն գրել պետք է գազին չեմ գրնար որ այդ հավատացյալ յանքս ապրի եւ այն adեն գրնան շատ թյուրավ մեր անձը թադաբարդության մահնել այո ինքնա դատապարտել այո բառում այո ճիշտ ոչ թե դերն է որ մեզի կթադաբարդի որ բայց մենք մեզի ինքնա ասենք թադաբարդության մեջ կդանենք Եվ ինչ կլա, երբ մերանցը ինքնաթադաբարդության մեջ տանենք շատ անգամ ադի գբղդորին մեր այդ բատկերը որ ունենք մեր Աստծու նկատմամբ։ Քանի որ անարգանք է միտս։ Այո, նաև անարգանք է Քրիստոսի խաչի եւ հարության նկատմամբ այդ երևույթը։ Այո, որոշ ծևով անհարկանք է գանդեսենք Այսինքն այդ մեծ հաղթությունը, այդ հաղթության, ասենք ամփոփչությունը, այդ ամփոփչականությունը, որ այդ մեկ հաղթությունը բավարար է ոչ թե մեր անցյալի մեղքերում, բայց նույնիսկ այսօրվա մեր ցախողության, եւ շատ անգամ ադի մեր եւ Աստծու միջև որոշ արգելքը, որոշ ասենք հերավորությունը գրնա ստեղծել Եվ գրնանք ստալ ինակ։ Եվ շատ անգամ, երբ անցերու կհարցնեն, որ այս վիճակի մեջ կգտնվին, գսեմ, անգերց եղիր հետս եւ ինձի բացատրել ուրեմն ինչպես կմտածես, որ դու ավելի պետք է մոտենաս Տերոջը։ Եթե անգերց են շատ անգամ հետեւյալը գսեն, այսինքն որոշ ծևերով գրնանսեն, բայց խորհուրդը հետեւյալն է Ես իմանցս այս զուհագին մեջ փերի, ես պետք է իմանցս այս զուհագեն դուրս անեմ, որ դու ընդունելի եմ։ Որ ծևոմը, այսինքն կարծես թե Աստված գքանի մեր ինգած կամ ցախողած վիճակեն, կարծես թե այսինքն Աստծո համար մենք որոշ ընդունելի գերբարանքով պետք է իր առջևը կանք, որ դերը ասե հա հիմա ասի իմ զավակս է իր վրան հավատացյալի համոհոդը գա օքեյ ես հիմա մի քանի քայլ առնեմ իրեն մոտենամ բայց նայեցեք այս համարը ինչպես կվերջանա ուրեմն գսե Քրիստոսը որ մեռավ մանավանդ որ հարություն ալ արավ ու Աստծո աչ կողմն է
ու նաև մեզի համար բարեխոսություն գնե։ Շահեջան, միջև առաջ գնաս մի քանի հարց կա, ուզում եմ մի քիչ ավելի կարողանանք ավելի պարզ հասկանալ այս երևույթը, որովհետև շատ կարևոր բաներ ասեցիր։ Տես օրինակ փորձեմ ինքս դուրս գալ այս վիճակից։ Դուք ասեցիք, կարծում ես, որ դա հպարտության նշաններ է դրա մեջ, այսինքն ես կանեմ, ես ունեմ այդ կարողությունը։ Երկրորդ հարցը, որ ուզում եմ տամ, նաև սա է, որ ինքնադատապարտություն, տես երկու օրինակ եմ ուզում բերեմ ավետարանից, Հուդայի եւ Պետրոսի օրինակները։ Հուդան էլ մատնեց, մի ձևով Պետրոսն էլ կարծես թե ուրացավ երկուսն են, բայց Հուդան ինքնադատապարտությունից գնաց կախվեց, իսկ Պետրոսը ապաշխարեց։ Հարցս այսպես եմ ուզում ուղղեմ, կարծում ես, որ այդ դեպքում ապաշխարության հնարավորություն կա, որի արդյունքում արդարացվում ես, ինչ կասես սրա մասին։ Հետաքրքիր երկու հարցումներ են։ Առաջին հարցումը, որ ասենք հբարդության մասին խոսեցար, համաձայն եմ, որ այս գեցվածքի մեջ, որ ես եմ, որ պետք է այս գործը անեմ, ադի այո գծցնե, որ որոշ հբարդություն կա մեր մեջը, բայց շատ անգամ այդ հբարդությունը գուքա այդ որփի մտայնությունով։ Շատ անգամ երբ մենք որփ կսկանք, որ այսինքն եթե ես իմ ջարս, այսինքն եթե ես իմ անձիս համար չնեմ այս բանը, ուրիշ մեկը չի գա, որ ինձ համար դիմեգամ ինձ հոգ պիչի դանի, կարծես թե մենք ասենք աստծո նկատմամբ որփ ենք, աստված չունենք, եւ ես իմ ցերքով ես պետք է ամեն ինչ անեմ։ Շատ անգամ ադի գլա, երբ ադեներ գրնալալ, որ անցերու վրա մեր հույսը թրինք եւ ինչ որ բուսային չեղավ եւ հետո մեր անձին ասենք այլևս մեկումը բիչի վստահին եւ այդ խումբին մեջ աստված աթրինք եւ մեզի համար ադեներ դժվար է վստահել աստծո, կարծես թե ես պետք է ամեն ինչ անեմ, սադոր մեջ այո որոշ հբարդություն մգա, որոշ այդ որփի մտայնությունն ա, որ այսինքն ես պետք է իմ կողմից անեմ։ Քանով Պետրոսի եւ քանով Հուդայի հիմա ասենք աստվածապանական կետնի վրա քիչ մը բարդ է այս նյութը, մանավանդ քանի որ Հովանու 17-ի մեջ որ Հիսուս կաղոթե ծևով իր ոտին մեջ կսե ամենը ես բահեցի բացի այդ մեկը so I think Բայց ինձ կթվի, որ ինչ որ ըրին փուն հարցը չէր, իրենց գեցվածն է, իրենց մեղ կործել են հետո։ Մեկը կնաց և անհույս ծևով ինձինքը սպանեց։ Դա ինքնադատապարտություն էր այսինքն, կարող ենք այդպես ասել։ Այո։ Մահվան դատապարտեց իրեն, Հուդան, այդ իմաստով։ Այո։ Եվ չեմ ուզեր ավելի նվազացնել Հուդային ըրածը, քանի որ Հիսուս կարտահայտվի Հուդայի նկատմամբ, այսինքն լավ բարերով չարտահայտվի, բավական քեշ է ինչ որ Հուդան գրավ, բայց իմ մարդկային աչքով եմ գրնալ ես կսխալին, ինձի համար Պետրոսի նրածը maybe ավելի, այսինքն զամեր էր, քանի որ 3 անգամ ուրացավ, այսինքն Գիտես, այդ համարը դա որ եթե դուք ինձի ուրանաք, մարդոց արչև ես ասեցի պիտի ուրանամ հորը արչև, ուրեմն 3 անգամ ուրացավ Հիսուս։ So չեմ գիտեր, իմ աչքից քիչ ավելի ծանր երևա Պետրոսի իրացը, բայց Պետրոս, այսինքն խոնարեցավ։ Եկավ և ընդունեց, հասկացավ իր սխալը, եւ մեկ խոսքով ապաշխարեց, այսինքն զղջաց, խոստովանեցավ եւ այդ կյանքի փոփոխությունը ապրեցավ։ Այո։ Շահեղ, կարող ենք ասել, որ ապաշխարության մեջ հենց Քրիստոսի մահվան եւ հարության խորհուրդը կա։
գիտակցությունը եւ որպես բարեխոսի գիտակցությունը այդ էլեմենտները կան ապաշխարության մեջ չի կարող համարվել ապաշխարություն եթե չկա այս էլեմենտները Քրիստոս մեռավ հարություն առավ եւ ին բարեխոսն է այո եւ անցյալ շաբաթ մեր խումբի մոտ ասիլիսեի որ խոսեցանք անցյալ շաբաթ սխալ ապաշխարության մասին շատ կարևոր է եւ շատ անգամ իբր հավատացյալ գշփոթենք խոստովանությունը ապաշխարության շատ կարևոր բան ես ասում այո Հուդան էլ խոստովանեց իդեպ խոստովանեց ասեց սխալ բան արեցի Հուդան այո ճիշտ բայց չապաշխարեց չապաշխարեց եւ բայց խոստովանեցավ նույնիսկ իշես ասենք իդ կնած քահանայաբետներուն եւ Թրամփ եդի ուզեց իրենց դալ այսինքն հասկացավ ջանցավ որ իր երազը սխալ էր եւ ապսո չխոստովանեցավ որ չեմ դարձել չէ գրված բայց շատ հավանական է որ չխոստով բայց մարդոց խոստովանեցավ ասենք քահանայաբետներուն խոստովանեցավ որ այսինքն եւ ուզեց դա զղջացնեց բայց չապաշխարեց եւ շատ անգամ եւ մենք կգործենք մեր խիղճը կխանգարվի քեշ կսկանք եւ խոստովանենք ու կանք աստծո արչեւ եւ պետք է խոստովանենք եւ նույնիսկ քանի համարներ կա որ ցե խոստովանեցեք կխոստովանենք ինչու համար որ այդ խաղաղությունը իդ կա մեր սրտի մեջ իդ մոդիլս կան աստծո հետ եւ այլը բայց բանալից խոստովանելով խոստովանություն չնշանակել ապաշխարություն քանի որ ադերներ ապաշխարությունը պետք է ապացույց ունենա բդուղներով Ըլլա ասենք հիմա Մատթեոս 3:8-ի մեջ ըլլա Հուգաս 3:8-ի մեջ երբ Հովանես մգրդիչ ուրեմն Փարիլուրը այսինքն Աբադյանի Փարիլուրը հրճագե գսե ապաշխարեցեք գսե եւ մգրդվեցեք քանզի գսե Աստծո թակավորությունը մոտեցած է բայց այդ բատկամին մեջ նայեցեք ինչ ուրիշ բան մգավեցնե ուրեմն Հուգաս եւ Մատթեոս 3:8-ի մեջ գսե ապաշխարության բդուղներ ապացույց դրեք ուրեմն ապաշխարությունը փերանով չէ ապաշխարությունը գսկսի փափակով մեր մեջը որ մեր յանքը պետք է փոխվի մեր ընթացքը փոփոխության բայց չենք կրնար ապաշխարել այսինքն մենք մեր մասը ունենք բայց առանց շնորհք ստանալ ասում չենք կրնար ապաշխարել պետք է աստծո պետք է խոնարհենք պետք է իրեն թիմենք պետք է խնդրենք իր արժևը քալով եւ շնորհք կստանանք եւ այդ շնորհքը որ մեզի կօգնի եւ ադեններ այդ շնորհքը մենք մեր ցերքով չենք կրնար ցերքել ինչու համար դեր ադոր համար մեզի դված է մարմինը որոշ շնորհներ կա որ ուրիշներու միջոցով մենք պիտի ստանանք ադոր համար բարգերներ կան ադոր համար պաշտոններ կա եկեղեցի մեջ որոշ շնորհներ կա որ ես չեմ գնար երթալ եւ աստծո խորանեն ես կստանալ կան որ գրնամ բայց ոչ ամեն շնորհքը որոշ ադեներ եղած են յանքիս մեջ որ ես շնորհք մը պետք ունեի բայց ուրիշ եղբայր մը կամ ուրիշ քույր մը պետք էր այդ շնորհքին զիդայի եւ ադեները եղավ որ ես պատրաստ չէի ադի ընդունելու ես ուզեցի ինքնամ ապելա դա էլ է հպարտություն նարեցա միջև այնադեն որ չուզեցի ենթագալալ ուրիշ սուրբերու եւ ընդունել ուրիշները ասենք այնադենը եւ պատրաստ էի այնադենը որ այդ շնորհքները ստացա չնշանակել որ ամեն ինչ այդպես է բայց որոշ շնորհներ կա որ Աստված մեզի պիտի փոխանցի մարմինի միջոցով ադոր համար կարևոր է որ հավատացյալը գղզի մչլա այսինքն մենք հավատացյալ կյանքը անհատական կյանք չէ այո անհատական ծևով գուքանք հավատքի ընտանիքի մեջ բայց ապից հետո ընտանիք մնենք եւ ինչպես որ ամեն ընտանիքի մեջ լավ բաները կա, վատ բաները կա, գրիվները կա, հաշտությունը կա եւ այլն, անհասկացողությունները, այսինքն եւ աստծո ընտանիքն ան, այսինքն միջև այն ադեն որ Հիսուս յետքա
եւ միջև այնադեն պիտի ունենանք թեր այս բաները, սակայն եթե կանք փուն ներգետնին այսօր, որ շատ անգամ գհիշենք Հիսուսի հիանալի ըրած կորձը անցյալի մեջ, բայց գմորնանք կամ գանդեսենք, որ Հիսուս ոչ թե միայն մեզի համար կորձ մգադարեց 2000 տարի առաջ, բայց 2000 տարվա ընթացքին եւ միջև այնադեն, որ ինքը ետ պիտի կա, պիտի շարունակե մեզի համար աղոթել, պիտի շարունակե մեզի համար բարեխոսել։ Ուրեմն Հիսուսի կորձը շարունակական է։ Ամեն։ Ամեն։ Հիսուս կշարունակե մեզի հետ։ Ամեն։ Մի քանի տարի առաջ եղբայր մեզի հետևյալը ասա, եղբայր մնե որ նոր սկսած էր մոդենալ Հիսուսի, ուրեմն աղոթած էր, ընդունած էր դեր իր կյանքի մեջ, բայց դեր բավական կյանքի փոփոխություն կար, որ ինքը պետք է ապրեր։ Եվ իրեն համար շատ դժվար էր եւ չէր գտնար որ ցկել այդ հաղթությունները։ Եվ ինձ գսեր շայ գսեր ադեներ գա որ արցուկներով գսեն դեր ինձի մի ցկեր։ Դեր մի ցկեր ինձի, մի ուրանար ինձի, մի լքեր ինձի։ Գսե ուրիշ բան չունես էլի, գսե արցուկներով ասի աղոթի։ Ვა հիանալի աղոթք։ Բայց ատկեց անավելի հիանալին հետևյալն է, որ մեկ կաղոթենք որ դեր մեզի մի ցկեր, Հիսուս ադույր ադեն մեզի համար կաղոթենք որ դեր իրեն մի ցկեր։ Մինակ չենք մեր աղոթներու մեջ։ Մեր աղոթող բարեկամ ունենք, աղոթող փրկիչ ունենք, աղոթող եղբայր ունենք, որ մեզի հետ կաղոթե։ Մենք հոս Ամեն։ Եվ Աստծո աչ կողմը երկինքի մեջ մեզի համար գփարեխոսե։ Ամեն։ Հիմա երկու հարցում միտքս կուքա։ Եթե Հիսուս մեզի համար գփարեխոսե։ Okay, եթե Հիսուս գփարեխոսե, առաջին հերթին որու համար գփարեխոսե եւ երկրորդ ինչ ցևով, ինչ կաղոթե որ մեզի համար։ Այսինքն եթե ասեմ դեր չեմ գիտեր այսօր 1000 դոլար պետք ունիմ, քանի որ պետք է այս անունին բարեխոսի ինձ համար։ Այո, Հիսուս մեզի համար ամեն գսե որ այդ աղոթքի ասի ինչ կաղոթե։ Եվ որու համար կաղոթե։ Երբ սկսա այս հարցումներուն մասին մտածել, սկսա բրբդել Հովանու 17-ն, քանի որ Հովանու 17-ն այդ մեծ եւ երկար աղոթներ, որ Հիսուս ըրավ իր մահեն առաջ։ Եվ այդ աղոթքի մեջ բավական բավարարվեցա, քանի որ բավական լավ բադասխաններ կար այս հարցումներում։ Եթե երթանք Հովանու 17-ին եւ եթե եղբայրս գնաս 9-րդ համարը մեզի համար գտալ Եվ նրանց համար եմ աղաչում, ոչ թե աշխարհի համար եմ աղաչում, այլ նրանց համար, որ ինձ տվիր, որ քոնն են։ Ուրեմն ես հետևյալը հասկացած եմ, որ Հիսուս ամբողջ աշխարհը սիրեց։ Երբ Հիսուսի սիրո մասին պիտի մտածենք, Հիսուս խտրություն չտներ իրը եւ ոչ իրը։ Ամենը գսիրե։ Եվ ամենը գուզե բրգել։ Բայց երբ ուքա իր աղոթներուն, ինչ որ ես կրծա հասկանա Սուրբ Գիրքեն, նույնիսկ եթե Հիսուս ամենուն գսիրև ամենուն համար մերավ եւ ուզե ամենը բրգել, ինքը միայն գաղոթե իրենիներուն համար։ Ամեն։ Ուրեմն Հիսուս միայն գաղոթե հավատացյալներուն համար։ Ուրեմն որու համար գաղոթե որ Հիսուս մեզի համար։ Ամեն։ Հիմա ինչ գաղոթե որ
Ուրեմն նայենք ինչ բադասխաններ կրնանք քաղել այս աղոթքեն, գարտանք 11-րդ համարը Եվ ես այլևս աշխարհքումը չեմ, իսկ նրանք աշխարհքումն են, եւ ես քեզ մոտ եմ գալիս, ով Սուրբ Հայր, պահիր նրանց քո անունովը, որոնց տվիր ինձ, որ մեկ լինեն ինչպես մենք ենք։ Ուրեմն առաջին հերթին գաղութե որ բահե իրենց քո անվանդ մեջ Հին գդագարանին մեջ ինչ կսե, դերոչը անունը կսե, հզոր կսե բաշտպան է։ Ուրեմն դերը կսե, որ քո անունիդ մեջ իրենց բահը բաշտպան է։ Ուրեմն դերը գաղութե որ հայրը մեզի բահե։ Ինչ է բահե, փորձությունները, փորձանքները, անհավատությունը, ինչ որ ուզես։ Ուրեմն առաջին հերթին Հիսուս գաղութե որ հայրը մեզի բահե իր անունի մեջը, այդ աբահով դերը, այդ ամուր հաստատուն դերը։ Երկրորդ կսե, որ իրենք մեկը լան, ինչպես որ մենք մեկ ենք։ Շատ անգամ, երբ հավատացյալները գխոսին միապանության մասին, բայց շատ անգամ գրնանք շատ մեծ սխալ կործել եւ կմտածենք, որ միապանությունը կնշանակե, որ մեր մարդկային խորհուրդները մեկ պիտի լան։ Միապանությունը ոս չնշանակեր, որ ամեն մեկ հավատացյալ նույն բանը պիտի մտածեր, որ դարացայնություն պիտի լա։ Բայց խոսքը սե, որ իրենք մեկը լան, ինչպես որ մենք մեկ ենք։ Այսինքն դերը գաղութեգոր, որ մենք ոչ թե իրարու հետ միապանվենք, բայց Աստծո հետ միապանվենք։ Եվ իհարկե, ոչ թե որ Աստծո հետ միապանելանք եւ միապանվենք եւ մեկ ըլլանք, ալավերի թյուրին պիտի լա իրարու հետ յոլա երթալ։ Շահ եղբայր, մի հատ բառ կա, ես այդ բառը նաև գրեցի մոտ, որ չմոռանամ այդ բառը ասեմ, սինխրոն բառը, չգիտեմ, քեզ ծանոթ է, սինխրոն։ Այո։ Երբ որ սինխրոնացվում է շարժը, կարծում ես, որ այս մեկ լինելու գաղափարը նաև դրա մեջ, այսինքն մենք նրա հետ սինխրոն շարժի մեջ ենք մտնում, այսպես ասած։ Այո։ Եվ եթե այս ասենք խորհուրդը քիչ ավելի հեռու դանիմ, ուրեմն ասենք այդ սինքրո խորհրդի մեջ կա որ ասենք հիմա ասենք ռիթմը կա։ Այո։ Եթե ես դոր հետ համապատասխան ռիթմը մենք ասում ենք նույն ռիթմի մեջ այդ իմաստով, հա։ Եվ շատ անգամ եւ խորհուրդը հետեւյալն է ոչ թե ես եմ որ ռիթմը գտամ եւ ամեն մարդ ինձ հետ մեկ պետք է բայց պետք է մեկ դրանք Աստծո երկին հետ ամեն միանշանակ եւ ամեն մեկերնից իրարու պիտի քաչալերենք եւ իրարու հետ պիտի Աստծո ռիթմին հետ synchronize լանք համահունչ սինխրոնազ ներդաշնակ նաեւ էս բառնա շատ գեղեցիկ է արտիստեր ուրեմն այս է մի քանի ասենք նյութերը որ գիտենք որ Հիսուս մեզի համար գաղութ է որ դերը մեզի բահե հայրը մեզի բահե իր անունի մեջ որ մենք մեկը լանք այսինքն այդ միապանությունը որ հայրը եւ որդին իրարու հետ գվայլեն Հիսուս մեզի աղոթքով գքաշե գոր այդ միապանության մեջ երևակայ է հերոին երկու անց կտեսնես որ շատ մոտ բարեկամ են եւ լսես վայ ինչ հիանալի անձնավորություններ են երանի ես ալ գրնայի իրենց բարեկամության մաս կազմեն ուրեմն Հիսուս գաղութե որ իր եւ հորը այդ բարեկամության այդ մտերմության այդ մեգության մեջ մենք քաշվենք նայենք ուրիշ ինչի համար գաղութ է որ գարտանք 15-րդ համարը
Բայց կներես շատ ներողություն եմ խնդրում եթե թույլ տաս 13-րդ համարի մեջ էլ ակնարկում է ինչի համար աղոթում նաև մեր ուրախության համար գներեմ եւ թույլ ագուդամ Merci եղբայրս դու շատ բարի ես Նա ինչ ասում բարեխոսականը այս բառն է կա բայց հիմա ես քեզ մոտ եմ գալի եւ այս բանը խոսում եմ աշխարհում որի ուրախությունը կատարյալ ունենան իրենց անձերումը սա էլ է բարեխոսական աղոթք համաձայն ես նրա ուրախությունը երկնային 100% համաձայն եմ այսինքն ոչ շատ երկար աղոթք է որ այսինքն փունջ մարի օրինակներ այո ճիշտ ապօրինային շատ այսինքն այո բայց ամեն մեկ համար այսինքն հիանալի խաղաղություն գրնադալ մեր սրտի այս բաները Հիսուս աղոթեց ինձի համար եւ գշարնագե այս բաները աղոթել ինձի համար 15 ասեցիր այո հաջես ես չեմ աղաչում որ այս աշխարհից վեր առնես նրանց այլ որ նրանց պահես չարից Ուրեմն քիչ առաջ տեսանք որ դերը մեզի գիտի բահե իր անվանը մեջ հիմա գաղութ որ մեզի բահե չարեն եւ հետաքրքիր է դասե ես չեմ աղոթեր որ իրենց աշխարհեն դուրս անեց բայց դասե իրենց բահե չարեն ուրեմն ուրիշ տեղ Հիսուս հետևյալը ասավ այս աշխարհի մեջ ասավ փորձություն բիդի գրեք բայց դասե քաշասիրտ եղեք ես հաղթեցի աշխարհին հիմա դերը իր աղոթներում մեջ ովևէ մեկտեղ չեմ տեսներ աղոթ որ դասե դեր իրենց հանգիստ կյանք դուր դեր օգնե որ ամեն ադեն եւ ամեն եղանակի եւ շրջանագի մեջ այսինքն օրտնված ըլլան կոմֆորտ առողջ ըլլան ուրախ ըլլան հավարարված ըլլան այդ բաներուն համար չաղոթեր եւ նույնիսկ այդ երկը որ ուրեմն այդ երկով որ սկսանք հետաքրքիր է երանելի են չսեր հարուստները խնջույք ընողները սկավորները ուրեմն գտեսնենք որ բաներ կա որ մեզի համար այսինքն հաջելի չեն ով ուզե սուքնել ով ուզե հալածվի բայց դերը գսե երանելի են այդ անձերը եւ հոս գտեսնենք դերը ովևէ մեկ անգամ չաղոթեր որ ամեն ինչ լավ լա չսեր ասո որ փրկե իրենց աշխարհեն բայց նույնիսկ աշխարհի մեջ են նույնիսկ ենթագա են այս ներգա աշխարհի ասենք մտնոլորտի մեջ եւ լա հիվանդություն լա դժվարություն լա մեղքի հետևանք ինչ որ լա բայց կսե աշխարհի մեջ լալով նույնիսկ ջաշագելով մասամբ այս իրականությունները բահե իրենց չարեն Wow Եվ ես կհավատամ որ ինչպես որ Հիսուս Պետրոսի համար աղոթեց սա Պետրոս գսե չար ուզեց քեզի մահեն անցնել բայց ես քեզի համար աղոթեցի ուրեմն դերը բշարնագե մեզի համար աղոթել որ նույնիսկ եթե աշխարհի մեջ ենք նույնիսկ եթե դժվարություն կգրենք անհասկացողություն ինչ որ լա բայց դերը գաղոթե որ նույնիսկ այս դժվար բահին մեջ հավատարիմ գտնվենք եւ դերը մեզի ապահով բահե չարեն Wow Երթանք 17-րդ համարին երկու համար կա եւ քակատնագետը վերջինն է բայց 15-րդ համարի մեջ գարտանք նայենք Հիսուս ինչ կաղոթ է 19 Վերերես 17 Ինչպես դու ուղարկեցիր աշխարհ ես է նրանց ուղարկեցի աշխարհ 17-ն է Այո չէ ներողություն նրանց սուրբ հարակ քո ճշմարտությունով քո խոսքը ճշմարտություն է Ուրեմն Հիսուս կաղոթե որ մեր սրբության համար Եթե մենք
գբայքարինք սրբություն ցերցկելու եթե մեղքի հետ գբայքարինք եւ գաղութենք որ դեր օգնեին այս մեղքի կրնանք այդ վստահությունը լավերնանք այդ հանգիստունը գիտնալով որ Հիսուսը մեզի հետ գաղութ է ճիշտ այս նույն բանին համար Հիսուսը մեզի համար գաղութ է որ սրբվենք անավելի սրբանանք Աստծո ճշմարտության Վաու Եվ վերջինը եւ քակատնագեդը ուքա 26-րդ համարին մեջ 26 Այո Եվ ես քո անունը ճանաչեցրի նրանց եւ կճանաչեցնեմ որ այն սերը որով ինձ սիրեցիր նրանցում լինի եւ ես էլ նրանցում Շատ սիրում եմ Հարկեստեր Ուրեմն քանի անգամ առնվազն երկու թեփ կա որ միտքս ուքա առաջինը երբ Հիսուս մգրդվեցավ երկրորդը այլագերբության լերան վրա եթե չսխալին երկու դեր երկինքեն ցանկուկա որ գսե ահա իմ որդիս որ ես կսիրեմ Երկու անգամ հայրը վկայեց, որ Հիսուս իր որդին է և իր սիրած որդին է։ Ուրեմն, Հիսուս ինչ կաղոթ է հոս, կսես կաղոթեմ, որ այդ քու սերդ հայր, որ ես կվայլեմ, այդ սերը, որով ինձի սիրեցիր, իրենց մեջ ըլլա։ Ուրեմն, երևակայեք բախմը, Հիսուս բիդի մգրդվի եւ երկինքեն ցայն ուկա ահա իմ զավակս ահա իմ որդից որ ես կսիրեմ ինչ հիանալի հարաբերություն ինչ մոտիվություն ինչ սեր եւ Հիսուս կսե որ դեր հիմա ես իմ հետևորդներուս համար գաղոթեմ անոնք որ իմ անունովս կանչված են հավատացյալները Եվ գաղոթեմ, որ այդ քու սերդ, որ ես կվայլեմ, իրենգալ վայլեն այս սերը, ինչպես որ ես քու մեջը դեմ, այսինքն Հիսուս Աստծո մեջը, աչապ մոդ է, և ես իրենց մեջը, այսինքն Հիսուս մեր մեջը։ Ուրեմն Հիսուս գաղոթե, որ հորը, որ աջինք և մեծնանք Աստծո սիրույն մեջ, ըսկալու, ճանչնալու, Ջաշագելու Աստծո սերը եւ ինչպես է Աստծո խոսքը գադարյալ սերը ամեն վախ կփարադե Ամեն Հովանես Սիրո մեջ վախ չկա Գներես այո Սիրո մեջ վախ չկա Սիրո մեջ վախ չկա դադարդություն չկա եւ սկսանք այսօր Մայիսի 8:33-ի մեջ կսե ով պիտի գրնա մեզի թեմ թադաբարդությունը բերել ով պիտի գրնա մեզի մեղադրել այդ մեղադրանքի այդ թադաբարդության սկացումի վախը պիտի փարադվի որ չափ որ մենք դադարելա կորձվենք Աստծո սիրույն մեջ եւ ինչ հիանալի խորհուրդ գիտնալ որ այսօր Հիսուս հոր աչ կողմը նստած գաղոթե գմիչնորթե մեզի համար եւ գաղոթե որ մենք աջինք եւ մեծնանք ջաշագելու մեջ այդ հիանալի սերը որ ինքը գվայլե որ հորը հետ ամեն ամեն եւ գաղոթե որ ալավելի Հիսուս ալավելի դեր քրավե մեր յանքերուն մեր անձերուն մեջ ինչ հիանալի խորհուրդ որ չափ այսինքն մեր սրտերը պետք է չերմացնե, դակցնե, որ չափ մեզի պետք է այդ փրկության վստահությունը մեզի պետք է դա գիտնալով, որ նույնիսկ եթե մենք չենք վստահիր մեր աղոթներուն վրա, եւ իրականության մեջ շատ պետք է վստահենք մեր աղոթներուն վրա, մեզի համար աղոթող մգա որ մեզի համար գաղոթե որ շարունակական ցևով ուրեմն Հիսուսի կորձը չվերջացավ Հիսուսի հաղթությունը այդ մեկ անգամ մահ եւ հարությունը վերջացավ
Բայց հիմա գշարնագի աղոթել մեզի համար, մինչև որ մենք դադարելա կործվինք այդ հաղթությունը ապացույց դալու մեր կյանքի մեջ։ Ամեն։ Վաու։ Վաու։ Եվ գիտեք ադեներ խանութ կերտանք եւ ադեներ այսպես հadouk ադեներ գա որ ասենք լավ քինով ասենք բամը գրնաս քնել եւ ադեներ խանութ այսպես քրված գլա եթե այս բանը քնես արաբել այս բանը քեզի բիդանք ծրի ուրեմն հիմա դեսանք ինչպես Հիսուս մեզի համար գավոտ է բայց մեկ ուրիշ նվերմը Հիսուս մեզի ուդա եւ ասի աղոթքի նկատմամբ է եթե ետ կրնանք Ռոմայացիս 8-ի մեջ երթալ եւ այս վերջին համարով դրի վերջացնենք այսօր so ետ դերտանք Ռոմայացիս 8-ը ինչ առաջ գարտացինք 33 եւ 34 համարները հիմա եթե եղբայրս կրկնած կարդալ 26 եւ 27 համարը Այսպես էլ հոգին օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պիտի աղոթ կանենք, ինչպես արժան է, չգիտենք, բայց ինքը հոգին անբարբար հառաչանքով բարեխոս է լինում։ Եվ սրտերը քննողը գիտե, թե ինչ է հոգու խորհուրդը, որովհետև Աստծուն վայելած կերպով սուրբերի համար բարեխոսում է։ Ուրեմն դեսնենք ոչ թե միայն Հիսուս երկինքեն հերու դեղմը մեզի համար կաղոթ է, բայց մեզի ուրիշ նատված է, այսօր մեր ինչ բարակայի մեջ որ գտնվենք, նույնիսկ եթե մենք մեզի համար հստակ չէ ինչպես պետք է աղոթենք, կամ ադեներ ու կամեր կյանքի մեջ որ բարակաները կանցնենք որ մեր աստվածապանությունը, մեր հոգևոր այդ փորձությունը որ ցեցկացնենք իբր հավատացյալ այս ամբողջը զերոյի գուկա եւ գարձես թե շվարած ենք եւ շփոթած գրնանք լալ եւ ասել վայ հիմա ինչ պիտնեմ այս ցեպքին արջև նույնիսկ եթե դեմ ու գուկա որ չափ խանգարված ենք եւ շփոթված ենք եւ նույնիսկ չենք գիտեր ինչ է Աստծո գամքը կամ ինչպես պետք է աղոթենք դերը դասե ոչ թե միայն ես շարունակական ցեվով քեզի համար կաղոթեմ որ դղաս աղջիկս բայց քեզի ուդամ Սուրբ Հոգին եւ Սուրբ Հոգին քեզի պիտի առաջնորդե ինչպես աղոթել ամեն նույնիսկ երբ որչափ զանր բարականերու մեջ կրնա գտնվի որ փար չի գա արդահայտելու մեր աղոթները եւ ադենեն եղած է այս ցեվով գաղոթեմ փար չի գա բայց հոգիս Աստծո հոգին հետ աղոթ կբարձրացնե որ քանի որ խնդրանքս կամ բարակաս չեմ գրնար բարերու վերածել եւ ասի ոչ թե միայն վատ բաներու համար ադեն նույնիսկ ուրախությամբ լեցնել այո Աստծո բարությունով Աստված որչափ կրնա այսինքն իր լույսը փոխանցել մեր մեջը որ այսինքն Աստծո բարություն Աստծո բարության արչև, Աստծո շնորհքին արչև, Աստծո սիրուն արչև փար չի գա, մարդկային փար չի գա, որ գրնամ շարատրել, որ պիտի գրնա, այսինքն արդի արդահայտել, ուրեմն լավ բարականերու մեջ, շատ վատ բարականերու մեջ Սուրբ Հոգին գրնա լավ փարապանություն եւ փառք կամ լավ աղոթ բարձրացնել եւ նույնիսկ շատեր ինձ հարցնեն շատ ինչպես կրնամ գիտնալ Աստծո գամքը հոսքս է Սուրբ Հոգին գաղոթե սուրբերուն համար Աստծո գամքին համապատասխան ամեն նույնիսկ եթե մենք չենք գիտեր ինչպես պետք է աղոթենք օգնող ունենք աղոթող ունենք երկինքի մեջ եւ մեր գողքին գանկնած Սուրբ Հոգին գա եւ գրնանք խնդրել եւ ասել Սուրբ Հոգի առաջնորդի ինձ Սուրբ Հոգի ես շվարած եմ չեմ գիտեր այս կամ ան չեմ գիտեր անգյաս քարչևդ կուքամ օգնե ինձ օգնե որ նույնիսկ իմ աղոթքս
Աստծո գամքին համապատասխանը։ Ուրեմն ոչ թե միայն երկրի մեջ աղոթենք, բայց Հիսուս մեզի դա Սուրբ Հոգին եւ Սուրբ Հոգին գրնա մեր մեջով, մեր միջոցով եւ Աստծո գամքին համապատասխան աղոթել։ Ամեն։ Ամեն։ Հալելույա։ Փառքեստեր։ Վաու։ Փարտիդոչա։ Շահի ջան, գիտես մի ուրիշ տեսանկյունից էլ դու խոսում ես, ես մտածում եի, խորհում եի շատ կարևոր թեման այս բացահայտեցինք կրկին անգամ թարմացրեցինք մեր մեջ Հիսուսի բարեխոսական աղոթքի ընդհանուր բնույթի մասին խոսացի, որ շատ կարևոր է, որովհետև թաքուն բան չի պահել Տերը մեզնից, իր խոսքի մեջ ամեն բան բաց եւ այսպես ասած պետք է ուղղակի մենք բացահայտենք կամ ունենանք այդ հայտնությունը կարող ենք ասել որ չնայած մեր ժամանակը լրացել է բայց մի 2-3 րոպե կարող ենք ասել որ նաեւ սա ցուցիչ ինդիկատոր եթե մենք գիտենք որ վերստին ծնված ենք եւ պատկանելիություն ունենք իրենն ենք, ապա նրա բարեխոսական աղոթքը մենք մեր կյանքում շոշափելի ձևով պետքա նկատենք։ Այսինքն նախ հասկանանք, գիտակցենք, որ նրանն ենք, նա մեր հայրն է, մենք նրա որդիներն ենք, սա շատ կարևոր է։ Այսինքն այս աղոթքը ուղղակի աղոթք չի, այս աղոթքը հենց այն խոսքերն են, որոնք մարմին են դառնում մեր կյանքում կամ շոշափելի են դառնում, գիտակցում ենք, որ նրանն ենք։ Երկրորդ բանը, Հռոմեացիս 8-րդ գլխի մեջից եմ ուզում այդ մեջբերումները։ Երկրորդ բանը, գիտակցում ենք, որ մենք կանչված ենք որպես սուրբեր, այսինքն աշխարհի մեջ ենք, բայց չենք խառնվում աշխարհի հետ։ Սա էլ է փորձառություն։ Այսինքն այս բաները պետքա մեր կյանքում երևելի լինեն, այսինքն բարեխոսությունը Քրիստոսի, ինչպես դու ասացիր, փոփոխություն բերող բան է մեր կյանքի մեջ։ Եվ երրորդ բանը, որ ինչքան հիշում եմ, ես չհասցրեցի գրեմ, վերջի տողերը, որ ճանաչում ենք նրան եւ նրա հետ մեկ ենք լինում, հա։ Սա էլ է փորձառություն, այսինքն ցուցիչներ են, եթե ես ասում եմ վերստին ծնված եմ, ուրեմն այս բաները պետքա կատարվեն մեր կյանքում, ինչ կասես։ Այո, ուրեմն այս ամբողջ եդերը որ բերիր, երբ փորձադրենք գնմանենք ծարիմը, որ առողջ հողի մեջ եւ առողջ արմատ ունեցող ծառն է։ Եվ ուշ կամ գանուխ այդ ծառը այդ իրականության բդուղները պիտի ապացուցեն։ Ծառը բդուղից է ճանաչվում։ Ճիշտ։ Ուրեմն եթե մենք ըմբռնենք, եթե մենք հավատանք, որ Հիսուս մեզի համար գաղութ է, որ եթե մենք ըմբռնենք, որ նույնիսկ մեր դգարության մեջ Սուրբ Հոգին գրնանք թիմել եւ ինքը մեզի պիտի առաջնորդե մեր աղոթներուն մեջ, այն ադեն շատ ավելի դարբեր գաբրինք մեր կյանքը։ Եվ այսինքն ուզես օրինակ մտամ։ Այո։ Աղոթած ադենիս, երբ որ ես նոր էի հավատքիս մեջ, եւ չեմ ասել որ հիմա նույն սխալը չեմ կործել, գրնալա նույնիսկ նորեն ունեմ այն սխալը, բայց շատ անգամ Աստծո արչև ուքայի խնդրանքով մը շատ այսինքն բան էի, բինտ քլուխ, այսինքն ուքայի եւ չէի ցկեր այդ խնդրանքը։ Այսինքն ինձի համար նույնիսկ խորհուրդ միտքես խորհուրդ չեր ասներ, որ գրնալա որ այս խորհուրդը այս խնդրանքը դերոջը գամքին համացայն չէ։ Ուրեմն կարծես Աստծո ուքայի բարձաբես որ դերը այո ասե, ասեք ու խնդրանքը, օքեյ, բիդի։ Թելադրես մի ձևով։ Այո։ Բայց գամած հասկանալ որ աղոթած ադենս փերանովս պիտի աղոթեմ, բայց ագանչովս պիտի լսեմ Աստծո ցանին։ Եվ իշեմ հայրս մահացավ, ասի 12-13 տարի առաջ էր,
եւ 6 ամիս չանցած մայրս շատ լուրջ հիվանդ է։ Եվ աղոթեցի, սկսա աղոթել հետևյալ ցևով։ Ասի դեր ասի չեմ գրնար 6 ամսվա մեջ 2 զնող թաղել, դեր ողորմիր ինձ։ Այսպես կաղոթեմ, բայց սկացի, որ այդ աղոթքը դանիքը չանցավ։ Սկացի, որ այսինքն հաջելի չէր Աստծո։ Ուրեմն շփոթած ասի դեր, ես աշվարած եմ ինչ պիտաղոթեմ, հասկացա, որ քեզի այսինքն շատ հաջելի չէր այդ աղոթքը, ես շփոթած եմ, ասի դեր առաջնորդե ինձի, չեմ գիտեր ինչ պիտի աղոթեմ, առաջնորդե ինձի։ Հազիվ ադի ասի, ուրիշ աղոթներ եկան միտքս։ Ուրեմն սկսա աղոթել ասի, դեր ասի, ինչ որ ուզես ըրե, բայց ադոր հետ շնորհ տուր։ Ուշ տուր, կարող։ Այո, ուզածդ ըրե, թունեստեր, ամեն ինչին այո գսեմ, բայց ինչ որ պիտի լա, ադոր համապատասխան շնորհ տուր։ Ուրեմն հարցը ավելի վատացավ մորս հետ, շատ ավելի չարչարանք գրեց, cancer ուներ, բայց այդ բահին մեջ հադուկ շնորհ ապրեցանք։ Այսինքն օրինակ մը գրնամ դալ, բժիշկները գուքան գսեն, մորս կարծել են ցավ ունիս, գսեն ցավ չունին, բայց այդ մեքենաներուն գնային, այդ էկրաններուն գնային, գսեն այս ամբողջ թիվերը, շնչառարությունը գնային, որ աս գնայինք, ան գնայինք, գսեն ամեն ինչ մեզի ցույց կուտա, որ պետք է ցավ ունենաս։ Եկան ասեղ արին ոտքին ասեղ ծրին, որ նային եթե ինքը գրնա, որ ըսկալ ոտքերը գրնալալ, որ այսինքն ըսկացումը որ ցուցած է, ըսկացումը կսկա որ մադերը ոտքերը եւ այլն, բայց այդ ցավը որ պետք է ունենար, չունենար որ Եվ այն ադեն նոր հավատացյալ էր մայրս, կաղոթեի, որ իր հավատքը թույլ չլա այս դարաբանքի մեջ, բայց իր հավատքը ալավերի զորացավ մեր հավատքեն, ուրեմն դերը պազմաբատկեց իր շնորհքը, ես պիչի գրնայի աղոթել, դեր ուզածը տուր, բայց ադոր համապատասխան շնորհ տուր, ադի աղոթը չէ, որ ինձի համար, այսինքն հարազատ է, Մարտկորեն, այո Իչի գրնայի ադի աղոթել, ես պիտի աղոթեի դեր պրգեիրեն, դեր իմ աղոթներս ուրիշ պիտի լայն, բայց ադոր համար կարևոր է, որ մենք կաղոթենք, կարևոր է հասկանանք, որ եթե ինքը աստված է և մենք ստեղծված է, գնշանագե, որ ամեն աղոթք իր կամքին համացան չէ, ամեն աղոթք շիդակ աղոթ չէ, ադոր համար համարցագությամբ իրար չէ ուքանք, մեր սիրտը այդ ասենք այդ խաղությունը ինքնին որ ուրիշ մեկն է մեզի համար գաղութ է որ Հիսուս երկինքի մեջ բայց նույն ադեն պետք է մեր մեկ ագանչը բաց ըլլա Աստուծո եւ խոնար պետք է լանք հասկանալու որ գրնա ըլլալ որ դերը մեզի ուրիշ ցևով իր առաջնորդի Ամեն շնորհակալություն եղբայր իրոք շատ ինչ ասեմ շատ կարևոր թեմա էր ես հավատում եմ, որ այս թեման Քրիստոս որպես բարեխոս պետքա մեր մեջ ինքը ինչպես սկզբից ասացի նորից եմ ուզում ասեմ, որ ճրակակալ պետքա լինի, ճրակի պես լույսի պես պետքա միշտ վառ մնա մեր կյանքում, որ դա է, որ մեզ ուժատալի, դա է, որ մեզ վկայում է, որ մենք Աստծո որդիներ ենք, դա վկայություն է, որ մենք Աստծո և հոգին հռոմեացիներին հենց 8-րդ գլխի մեջ սկզբից ասում է և հոգին է, որ վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք և այս բարեխոսական աղոթքը նորից վկայություն է մեզ համար այո և շատ կարևոր այդ միտքն էլ որսացի, որ հոգին մեզ սովորեցնում է կամ հոգին մեզ ներշնչում է աղոթելու Աստծո կամքի պես սա արվեստ է, սա շնորհք է, սա հանճարեղ է այն մարդը, որ հոգում տեղ է տալիս աղոթքի ժամանակ և հոգին ինքը գիտի ինչպես աղոթի այո
Partiro Տերորնի քեզ շատ եղբայրս ես պիտի դեռ մտածեմ սրա մասին շատ ինձ դու մտածելու առիթ տվեցիր եւ ես պետքա օրվա մեջ մտածեմ մարսեմ այս լսածս հոգեվոր իմաստով գիտես իրոք մեր Ես միշտ այսպեսի խոսույթ ունեմ, որ եթե ուզում ես իմանաս, թե որքան հոգևոր ես, ուշադրություն դարձրա քո աղոթքին։ Քո աղոթքը խոսում է դրա մասին, թե դու որքան ես ճանաչում Աստծուն։ Եվ դա այդպես է։ Partiro Տերորնի քեզ եղբայրս մեր ժամանակը լրացել է եւ առավել անցել է, բայց արժեր, իրոք արժեր, ես ավելին կուզեի շարունակվել, բայց ինչ արած, ժամանակի մեջ ենք, Տերորնի քեզ եւ եթե կոչ ունես ասա եւ քո աղոթքով ավարտենք այսօրվա եթերը։ Արի ժամանակը անցած է, շատ, արի պայմանավորվենք, ես չգիտեմ, եթե դու լրիվ թեման ասեցիր, կարող ենք շարունակել այս թեման, որովհետև ես նկատում եմ, որ շարունակելու տեղ ունի իր մեջ, բայց այսօր ավարտենք աղոթքով, հետագայում նորից կմիանանք, եթե Տերը սրտումա դնի շարունակես, օքեյ, եթե չէ, ուրիշ թեմա։ Սիրով եղբայրս, այո։ Դեր Հիսուս, քո առջևդ կուքանք եւ քեզի փառք կուտամ։ Այսօր դեր մեր աղոթքի մեջ դեր բարձրապես կուզեմ քեզի շնորհակալություն հայտնել, քանի որ դու մեզի համար գաղութ ես կորել, դու մեզի համար բարեխոսես, դու մեզի համար միջնորդություն գնես դեր։ Ամեն Տեր։ Եվ դեր ասի փամ մնե որ հիմա գնես, այս պահին մեզի համար գաղութ ես դեր։ Փառք ես Տեր։ Քեզի փառք կուտամ դեր, որ մինակ չենք եւ թուն մեզի հետ ես եւ մեզի համար գաղութ ես դեր։ Ամեն Տեր։ Որ այս իրականությունը դեր հեղաշրջե մեր միտքը դեր, հեղաշրջե դեր մեր հավատացյալ կյանքը։ Ամեն։ Եվ օգտեր որ որպի մտայնությունով չաբրինք մեր հավատացյալ կյանքը, բայց գիտանք որ մենք կոմբաց ենք, դադարդված չենք դեր եւ միջնորդում ունենք եւ նույնիսկ դեր այդ ադեներուն որ մենք շփոթած ենք աղոթքի մեջ եւ չենք իրեն ինչ պիտի աղոթենք թուն մեզի համար կշարունակես աղոթել եւ թուն մեզի սուրբ հոգին ուտաս դեր որ բզորացնեն մեզի մեր աղոթներուն մեզի կարաշնորթե քու գամքիդ համացայն դեր քու գամքիդ դեր համեմատ աղոթելու փառք ուտամ այս իանալի շնորհներու համար որ մեզի դված ես դեր ես որ խոսեցանք դեր ով դեր Հիսուս իրականացուր դեր այս ճշմարտությունները մեր կյանքի մեջ է, մեր կյանքի մեջ դեր թող բազմաբատ կվին դեր այս իրականության բդուղները։ Ամեն Տեր։ Իսկ ով ասի դավատենք դեր։ Շնորհակալ սրտերով դեր։ Ամեն Տեր։ Ամեն։ Փառք ես Տեր։ Շա եղբայր, ինչ ասեմ, շնորհակալություն եղբայրս, հաճելի էր շատ, կարևոր էր, օրհնված ենք, Տերորնի քեզ շատ, պտղաբեր, հաջողված եղիր, նորից կհանդիպենք, դեր տարին առջևում է եւ ավելի շուշուտ առաջ Աստված կհանդիպենք եւ ասեմ որ մեր տեսանյութը նաեւ YouTube-ի մեջ ենք տեղավորում այնպես որ ես գիտեմ որ Facebook-ի մեջ շատ ակտիվ չես բայց արդեն կարող ես YouTube-ի մեջ կիսվել նաեւ քո եթերը Partiro Տերորնի ձեզ եղբայրս եւ սելի քուրեր եղբայրներ այսպեսին էր մեր եթերը մնացեք խաղաղությամբ Maranatha Տերը շուտով գալու է Տերորնի ձեզ Ամեն